ԵԱՏՄ անդամ երկրները 7-ից 8 տարի շարունակ քննարկում են էլեկտրաէներգիա եւ գազի միասնական շուկաների գաղափարը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարի ձևակերպմամբ այդ երկրների միջև մինչեւ այժմ կոնսենսուս չկա եւ դրա բացակայության պատճառով նախնական քննարկումների ընթացքում որոշվել է հետաձգել գազի ընդհանուր շուկայի գործարկումն այնքան ժամանակ, մինչեւ որ հաջողվի գալ որևէ ընդհանուր հայտարարի։ Կարծում եմ դրանք կհետաձգվեն մինչեւ 2027 թվականը։ Առաջին կարևոր հարցն ըստ Հակոբ Վարդանյանի այն է, որ գազի գնի ձևավորման սկզբունքների մասով ԵԱՏՄ անդամ երկրները համաձայն չեն, որ այն պետք է միանման լինի բոլոր երկրների համար։ Այստեղ Ռուսաստանը եւ Ղազախստանը դեմ են այդ մոտեցմանը ու կարծում են, որ իրենց ներքին սպառողների համար սկզբունքները այլ պետք է լինեն ձևավորման։ Կա մի սկզբունք, որ գազի գինը բոլորի համար նույնը պետք է լինի գազի հանքավայրում։ Դրանից հետո մինչև երկիր հասնելը, ինչպես պետք է ձևավորվի այդ գինը։ Ռուսաստանը եւ Ղազախստանը պնդում են, որ իրենց մոտ գործում է մեծ եւ բազմաշերտ սուբսիդավորման համակարգ եւ չի կարող օրինակ ռուսական սպառողի համար նույն գինը լինել, ոնց որ օրինակ կամ բելարուսական կամ հայկական սպառողի հետ միասին։ Մենք էլ ասում ենք, եթե սա ընդհանուր շուկա է, ընդհանուր մաքսային միություն է, եւ այդ գները երբ որ տարբերվեն, կստացվի, որ գազից կախվածություն ունեցող արտադրողների մոտ տարբեր ինքնարժեքներ կստացվեն ու շուկաների մրցունակության հետ կապված խնդիրներ կլինի։ Հակոբ Վարդանյանի ձևակերպմամբ Հայաստանը կողմ է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը։ Պատճառներից մեկն ըստ Վարդանյանի այն է, որ որքան էլ հայտարարվի, որ Հայաստանի համար գազը էժան է, դա այդքան էլ այդպես չէ։ Մեր գազը ամենաէժանը չի ու մենք կարծում ենք, որ ընդհանուր շուկայում ինտեգրվելուց միգուցե ավելի լավ պայմաններ լինի մեզ համար եւ բացի այդ որևէ կերպ, որևէ անգամ հնարավոր չի լինի այդ պայմանները ինդիվիդուալ փոխել։ 2022 թվականին կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, որով Հայաստանի գազը մինչև 2031 թվականը ներառյալ որոշակի մեխանիզմների պահպանմամբ պետք է մնա ներկայիս արժեքի շրջանակում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։